Փարիզը միշտ կլինի Հայաստանի կողքին, հանրապետության ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյոն Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ։ Վարչապետը հիշեցրել է, որ ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ֆրանսիայում։ Ֆրանսիայի հայ համայնքը շատ կարևոր է, նրանք ներգրավված են երկրի կյանքին տարբեր մակարդակներում, շեշտել է Լեկորնյոն։ Նա ընդգծել է, որ Փարիզը շարունակելու է աջակցել Հայաստանին ոչ միայն դիվանագիտության, այլև ռազմական ոլորտներում ամրապնդելու հանրապետության ինքնապաշտպանությունը։ Հայաստանն ապրում է մեր սրտերում եւ հոգիներում, եթե հայերը վերապրել են ցեղասպանությունը, ապա կշարունակեն ապրել, շեշտել է վարչապետը։ Իրանը շուտով հանդես կգա առաջարկով, հաշվի առնելով Վաշինգտոնի պահանջները, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը կրկնել է ցանկացած գործարք պետք է երաշխավորի, որ Իրանը կհրաժարվի հարստացված ուրանից, իսկ Հորմուզի նեղուցով նավարկությունը կդառնա անարգել։ Սպիտակ տան ղեկավարը նաև Թեհրանի թիմի հետ բանակցությունների համար Պակիստան է ուղարկել իր բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին եւ Ջարեդ Քուշներին։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին։ Իրանական կողմը դեռ չի հաստատել ամերիկացի պատվիրակների հետ հանդիպումը, սակայն արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այժմ Իսլամաբադում է։ Նրան արդեն ընդունել է Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել Պակիստան, Օման եւ Ռուսաստան քննարկելու տարածաշրջանային զարգացումները։ Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են, շեշտել է նախարարը։ Զուգահեռ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ զրուցել է ԱՄՆ նախագահի հետ եւ Դոնալդ Թրամփը շատ ուժեղ տնտեսական ու ռազմական ճնշում է գործադրում Իրանի վրա։ Կփոխենք մերձավոր արևելքի դիմագիծը, նշել է Բենյամին Նեթանյահուն։ Նա հավելել է, որ նմանատիպ մոտեցում են որդեգրել նաև Լիբանանի նկատմամբ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինային, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել ավելի քան 30-ը։ Դնեպրում վնասվել են բնակելի շենքեր, թիրախում են եղել նաև Չեռնիգովը, Օդեսան եւ Խարկովը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերն ուկրաինական 127 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրոլի, Սմոլենսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի մարզերի, Թաթարստանի Հանրապետության տարածքներում։ Տեղեկություններ կան, որ Եկատերինբուրգի կենտրոնում բնակելի շենք է վնասվել, հայտնի է տուժածների մասին։ Ռազմական գործողություններին զուգահեռ Կիևը եւ Մոսկվան հայտնում են գերիների փոխանակման մասին 193-193-ի դիմաց։ Զինծառայողների վերադարձի հարցում միջնորդել են Միացյալ Նահանգները եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 24-ին մեկնել էր Ջիդա հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ, քննարկել անվտանգության մասին համաձայնագրի հետ կապված հարցեր։ Ուկրաինայի նախագահի խոսքով օրակարգում են եղել գործակցությունը հակաօդային պաշտպանության, էներգետիկայի, պարենային անվտանգության ոլորտներում։ Քննարկվել է նաև Սաուդյան Արաբիայի մասնակցությունն Ուկրաինայում ենթակառուցվածքային նախագծերին, երկրի վերակառուցմանը եւ պետական այլ ծրագրերի։ Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգին ներկայացրել է Կիև-Մոսկվա բանակցությունների ընթացքը։ Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում եւ Պարսից ծոցում իրավիճակի վերաբերյալ։ Այնուհետև Զելենսկին մեկնել է Ադրբեջան, որտեղ նրան արդեն ընդունել է Իլհամ Ալիևը։ Դիանա Գասպարյան, լուրեր։